Քուրեր եղբայրներ, եթե այդ հարցը տար, ես կասեի Տեր ջան, քո խաթեր կներեմ։ Բայց Աստված չի ուզում իր խաթեր դերել հասկացողությունը մենք ունենանք։ Աստված ուզում է, որ մեր բնությունը լինի ներող բնություն։ Չի ուզում մենք մարդկային զոհեր անենք, ուզում է, որ մենք իրական զոհ լինենք, հին բնությունից ազատագրվող զոհ։ Եվ այս անձնավորությունները տեսավ, որ իրանց ուժը չի պատում, սկի եղբայրը մի օրը մի անգամ իրան վիրավորում է, ու այդ մի օրվա վիրավորվածությունը շաբաթներ չի կարում ների։ Ինչ մնաց օրը 7 անգամ անարգի ու 7 անգամ ների։ Եվ առաքյալները խնդրեցին Տիրոջը, Տեր, մեր հավատքը ավելացրու։ Քուրեր եղբայրներ, հավատքի հետ կապված, Աստծո խոսքը իրականացնելու, պահանջը կատարելու հետ կապված ուրիշ մեթոդ չկա, հավատքն է միայն։ Հավատքն է, որ կարողանում է Աստծո խոսքը կատարի։ Հավատքն է, որ կարողանում է Աստծո ուզածը անի։ Տերը օրհնի քուրեր եղբայրներ, Տերը զորացնի, եւ առաքյալները խնդրեցին Տիրոջը, Տեր, իմ հավատքը բժշկի, մեր հավատքը բժշկի։ Եվ եղբայրներ քույրեր, երբ որ Սուրբ Գիրքը կարդում ենք 22 խոսքը Մարկոսի ավետարանում, գրված աշակերտ այդ անձնավորությունը, երբ որ իմացավ, որ իր հավատքն է տկար, ինքը հավատք չունի, Տիրոջից հավատք խնդրեց եւ բժշկվեց իր որդին, բժշկվեց իր հավատքը։ Ավելի ճիշտ, բժշկվեց իր հավատքը, բժշկվեց իր որդին։ Փառք Տիրոջ անունին։ Նեման ասորին եկավ Եղիսեի մոտ, ամբողջ ճանապարհի ընթացքում իր գաղափարի մեջ, իր գլխի մեջ հավատք էր ձևավորում, որ պիտի գնամ, մարգարեն դուրս պիտի գա, ինքն էր հավատքս տեսնում, ինքն էր հավատքը սարքում, ինքն էր ձևավորում, թե ոնց պիտի լինի իր բժշկությունը։ Երբ որ հասավ տեղ, ճիշտ իր մտածածի հակառակ, մարգարենը սկիրան չուզեցել տենա, դուրս էլ չեկավ տեսնալու, ծառային ուղարկեց, գնա ասա Հորդանանում լողացի, 7 անգամ լվացվի, կբժշկվես։ Վիրավորվեց, ինչի վիրավորվեց։ Դու ինչի ես վիրավորվում շատ հաճախ։ Վիրավորվում ես, որովհետև քո ուզածի պես չեն անում, այդ դրա համար վիրավորվում ես։ Երեխու որ մի գործ ես տալի ու քո ուզածի պես չի անում, թեև ինքը անում է, դարձյալ վիրավորվում ես։ Խես ինչ չարեցիր։ Այսինքն պարտադիր քո ասածի պես պիտի աներ, որ քեզ դուր գար։ Ինչ տարբերություն, քեզ պետք էր անել, արել է։ Քերին քերոջ տղի հետ գնում է խոտ հնձելու, ժողովուրդ ջան։ Որ մի քիչ խոտ են հնձում, ես երեխան հոգնում, ասում է քեր ջան, կլինի նստած հնձեմ։ Ասում է խիչի տղա ջան, այնքան է հնձի։ Ես երեխան նստում է, մի քիչ հետո ասում է քեր ջան, կարամ պարկած հնձեմ։ Ասում ասի ջան, այնքան է հնձի, ոնց ուզում ես հնձի։ Այսինքն քերու համար կարևոր չի թե դու ոնց հնձես, հնձի։ Հիմա իրականությունը սա է, որ քեզ պետք չի թե ոնց ինքը անի։ Դու բարկանում ես, որ քո ասացի պես չի արել։ Սա քեզ բարկացնում է։ Եվ Նեման ասորին, երբ որ ինքը իր ուզածի պես չեղավ, Սուրբ Գիրքն ասում է ինքը խիստ բարկացավ, եւ վիրավորված գնաց։ Եվ ուր էր գնում։ Գնում էր զորքը հավաքի պատերազմին։ Էս է նրա միտքը, դեպի կտենալ ես ձեր գլխին ինչ եմ դնում։ Էս էր այդ մարդու ծրագիրը, ուրիշ բան չէր կարա լինի։ Վիրավորված մարդը նորմալ բան անել չի կարա։ Նա միշտ պետք է չարություն աներ։ Իր ծառաներից մեկն ասեց, մարգարեն, քեզանից մեծ բան չուզեց։ Սա չէր հասկանում, որ Աստված ձեռքը դրել է իր վրա։ Սա չէր պատկերացնում ասորին, որ Աստված ձեռը իր վրա է դրել եւ իր հետ գործ ունի, իր հետ մեծ ծրագիր ունի, իրան հավատքի մարդ է ուզում դարձնի։ Քուրեր եղբայրներ ջան, մեր ամբողջ կյանքում օրեր ենք անցկացրել, բայց չենք հասկացել, որ Աստված մեզ հետ գործ ունի, ծրագիր ունի, մեզ հավատքի մարդ է ուզում սարքի, մեզ մարդկանց որսորդ է ուզում անի, բայց մենք մեր ծրագիրն ենք անընդհատ։ Երբ որ հասկացել ենք, ձեռքերս պարզել ենք, որպես պարտության նշան, ասել ենք Տեր, ոնց ուզում ես նենց էլ արա, միայն թե
քեզ հաճո լինենք։ Փառք Տիրոջ անունին։ Տերը օրհնի եղբայրներ, քույրեր, այս անձնավորությունը լվացվեց, բժշկվելուց հետո հաստատվեց իր կյանքում։ Գիտեք, Սուրբ գրքում տեղեր կա, նախ Աստված հավատքն է բժշկում, ետքը բժշկություն անում, ում համար, հավատացյալի համար, ընդունողի համար, չընդունողի համար հրաշք է անում, բժշկություն անում, նորա հավատքը բժշկում։ Աստծո գործելաձևը տարբեր են, դու մի մտածի, որ քո հետ տենց չի եղել, այն մեկի հետ նենց չի եղել, ես Նեյման ասորու հետ սենց է եղել։ Մի հատ օրինակ եմ բերում, Պետրոսը երբ որ կաշվեգործ Սիմոնի տանն էր, և Կորնելիոսի զինվորներից եկան, հրավիրեցին գնաց իր անստուն, երբ որ խոսեց, Սուրբ Գիրքն ասում է, Սուրբ Հոգով մկրտվեցին։ Առաջի դեպքն է Սուրբ գրքում, որ հեթանոսները առանց ջրի մկրտության մկրտվում են։ Երբ որ մկրտվեցին, Պետրոսն ասեց, էլի չեք սրանց կխանգարի ջրով մկրտվելու։ Բայց եթե Սուրբ Հոգով չմկրտվեին, հնարավոր Պետրոսը համարձակություն չուներ ասել, բերեք սրանց ջրով մկրտենք։ Քույրեր, եղբայրներ, Աստված սիրում է մարդուն, փրկությունը ուզում է ամեն մեկը ունենա, եւ գիտի յուրաքանչյուր մեկի մոտենալու ձևը, դու մի որոշի, թե ինչպես պիտի լինի, որոշողը Աստված է։ Նեման ասորին բժշկություն գտավ, ասեց, «Էս ինչ երկիր եմ եկել, էս ինչ աստվածների հետ եմ հանդիպել, էս ով էր էս մարդը, խոսքով ասեց, բժշկվեցի, իրավի չէ էս մարդու գլխի մեջ, հոգու խորքում մեծ հեղափոխություն կատարվեց, գնաց ասեց գոնե տանեմ մի բան վճարեմ այս մարդուն, մի բան տամ, շնորհակալությունս հայտնեմ, երբ որ եկավ շնորհակալությունը հայտնելու ու նրա շնորհակալությունը չընդունվեց, քույրեր, եղբայրեր, ավելի խորը հարված եկավ Նեյմանի վրա, զարմացավ, ոնց թե մարդուն օգնում ես, մարդը վերջ չի վերցնում, ոնց թե մարդուն վճարում ես, մարդը չի ուզում, Էս ինչ բան է, էս ինչ Աստված է, էս ինչ հավատք է, ասես գոնե հող տուր, տանեմ, հաստատվեն, մեր ժողովուրդն էլ իմանան, որ Եհովան Աստված, քույրեր, եղբայրներ, Եհովան Աստված, Հիսուս Քրիստոսն է Տեր, նա անում է քո հավատքդ բժշկելու համար, նա անում է ամեն ինչ քո հոգու աշխարհը կենթանություն բերելու համար, դու սրա համար ուրախացի, մի հակառակվի ու դու ինքդ պայմաններ մի դիներ առաջ, փառք Աստծուն։ Կարդում եմ Մարկոսի ավետարան 7-րդ գլխի 50-րդ խոսքը, Մարկոս ավետարան 7-րդ գլուխ, ներողություն, Ղուկասի ավետարան 7-րդ գլուխ 50-րդ խոսքը, Ինքը ըսավ կնոջը, քո հավատքդ քեզ փրկեց, գնա խաղաղությամբ։ Եղբայրներ, քույրեր, հավատքը փրկեց մարդուն, գնա խաղաղությամբ։ Էս ինչ հավատք էր։ Մի հավատք, որը արհամարեց ամեն տեսանելին։ Ես ուզում եմ այս երևույթը ուղղակի իմ պատկերացումն է ներկայացնեմ, դուք ինչպես կընդունեք չգիտեմ, բայց ավետարանից դուրս ոչինչ չեմ ասում, եղբայրներ, քույրեր։ Սիմոնի տունը փարիսեցիներ էին հավաքված։ Էս էլ մեղավոր կին էր, որ եկել էր այդ մարդու տուն։ Ես կարծում եմ ընդեղ այդ տան առաջ ստենց բաց չէր, մարդիկ կարային լինեն այդ տան առաջ, այդ տան շեմին, որ ես կնոջդ ասել ես ով ես, դու ես ուր ես գնում, մի գնայ մարդ ես ուր ես գնում դու ինչ գործ ունես ստեղ, քաղաքի մեջ դու երևելի կին ես, որպես անմաքուր կին, մեղքով բռնված կին, դու մի գնես, քեզ ով թողիս թե գնաս, բայց հրաման կար այդ կնոջը գնալու, երկնքից հրաման ուներ այդ կինը հասնելու միջև Սիմոնի տան մեջ, նրա տան սեղանի շուրջը մտնելու, մի հատ մեծահարուստ անձնավորություն հլա փորձի գնաց դրա տուն հիմի։ Քեզ კი չեն թողի վարոտներից են կոմանցնես։ Սիմոնն էլ այդ ժամանակում փարիսեցի անունով հեղինակության մարդ էր։
եւ բաց չի բացառում նրա տան մոտ լինեին եւ նրան այդքան հեշտ ընդեղ հասնել չէր կարա, բայց կինը գնաց հասավ միջև Հիսուսի մոտ, որովհետեւ ինքը հրաման ուներ, երկինքը հրաման էր տվել, Սիմոնի միտքը բացելու հրաման կար, այս ճանապարհը շատերի սիրտը փոխելու ծրագիր կար, այս պատմությունը 2000 տարի գրված շատ քրիստոնյաների կյանքը փոխելու ծրագիր կար, քուրեր եղբայրներ, եւ սա երկնքի հրաման էր, ոչ մեկը իր զորությամբ չէր կարա մտնի այդ տուն, չէր կարա մտնի հենց այն քայլերը, եթե Աստված իր հետ չլիներ, եւ որ այս կինը եկավ իր անելիքը արեց, եւ Սիմոնի միտքը բացվեց, այդ կինը էլ անելիք չուներ, նրա մասին էլ խոսք չկա գրած, բացի սրանից, ով կին քո հավատքը քեզ բժշկեց, գնա խաղաղությամբ, եւ այս կինը թողեց ու գնաց, եւ այս կնոջ մասին կարելի ասել էլ ոչինչ չի խոսում, էլ կարևորություն չկա, բայց կարևորությունը նա էր, որ ես ու դու կարողանանք վստահ լինենք այս խոսքի վրա, եղբայրներ, քույրեր, քո հավատքդ քեզ բժշկեց, այսօր մեր հավատքն է մեզ հաղթություն տալու, մեզ փրկողը մեր հավատքն է, փառք Տիրոջ մեծ ու սուրբ անունին, կանգնենք աղոթքի, քույրեր, եղբայրներ։